Այսօր էլ կխոսեմ սրտի և աղեստամոքսային տրակտի հոգեսոմատիկայի մասին, հոգեբանական աղբյուրների, թե ինչի է մարդը հիվանդանում։ Ուրեմն սրտային հիվանդություններ ով որ ունի, սիրտը ինչն է, սիրո կենտրոնն է, նախ ամենակարևորագույն օրգանն է, երկու շատ կարևոր օրգաններ կան, որ սիրտն է և ուղեղը, բոլորն էլ կարևոր են, բայց իմ կարծիքով այդ երկուսն են ամենակարևոր, մեկը գիտակցության համար է պատասխանատու, մեկը էմոցիաների։ Ուրեմն երբ որ մարդուն թվում է, թե իրան այդքան էլ շատ չեն սիրում, պետք է էլ ավելի շատ սիրեն, էլ ավելի շատ սիրեն, այդպիսի մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում, որ սրտի խնդիր ունի, այդպիսի մարդիկ բռնկվում են շուտ, հետո եթե մի բան իրանց ուզածով չի լինում, իրանք միանգամից կարող է վիրավորվեն, ինչի իմ ասածով չի լինում, էգոն բարձր է մի քիչ իրանց մոտ, սա սրտի խնդիրներն է։ Հաջորդը աղեստամոքսային տրակտ, այնտեղ ստամոքսն, աղիքներն եւ այլն։ Ուրեմն ստամոքսի խնդիրները ինչից է, երբ որ մարդը չի կարողանում մարսի ինչ որ մեկին կամ ինչ որ մի բան կյանքում, այսինքն ասում է յոխ տոննել չեմ կարում, էլի ալերգիայի դեպքում է մեկ այդպես, մեկ էլ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում կամ զզվում եմ ես սրանից, որ ասում է ես չեմ կարա այս բանը մարսեմ, այսինքն արտահայտություններ անող մարդն է հիմնական խնդիրներն ունեմ, ընդհանրապես ժողովուրդ ջան, հետևեք ձեր խոսքերին, որպեսզի ձեր ուղեղն էլ դա որպես իրականություն չհամարի եւ հիվանդության տեսքով ձեզ չտա։ Օրինակ եթե մարդը ասում է, վայ ես գլուխ չունեմ սրա հետ, չկասկածեք, եթե այսօր չէ վաղ անպայման ձեր գլուխը կցավա, հենց այնց, դուք չեք հասկանա ինչի տենց բան եղավ, կամ որ ասում են զզվում եմ սրանից, ես հետ կտամ սրան տեսնում եմ, անպայման դուք հետ կտակ, չկասկածեք, մի բան կլինի, հետ կտակ, դրա համար հետևեք ձեր խոսքերին։ Հիմա այ որ աղիքների խնդիր կա, ուրեմն դուք ունեք բաց թողնելու խնդիր, ինչ որ մեկին կամ ինչ որ մի երևույթ դու չեք կարողանում բաց թողնեք, այնպես որ աշխատեք դրա վրա։ Հələ որ այսքանը հարցեր է եղել, եթե էլի հարցեր ունեք օրգանների վերաբերյալ կարող եք տալ, կփորձեմ պատասխանել, լավ օր ձեզ։